Անկեղծ ասած, իմ խոսքը ուզում եմ սկսել երեք հնչած մի տխրահռչակ հայտարարությունից, որը վերաբերում էր մասնավորապես այն գյումրեցիներին, իբրև թե այն գյումրեցիներին, ովքեր Արցախը համարել են այնպիսի տարածք, որտեղ իրենց համար ծառայել եղել է խնդրահարույց եւ դրա համար գումարներ են վճարել Արցախում չծառայելու համար։ Հիմա տեսեք, այն որ ԿՊԱ-կան տեխնացուն Գյումրի ընտրություններում հանդես եկող դասական Փաշինյանական էր, նրա գաղափարին, նկարագրին, քաղաքական վարքագծին հատուկ, դա կարծում եմ որևէ մեկի համար նորություն չէր։ Բայց ես ուզում եմ, որ շատ հստակ մենք արձանագրենք, որ Արցախը եւ Արցախի պաշտպանության բանակում ծառայությունը շատ-շատերիս համար եղել է մշտապես հպարտություն եւ շատ-շատերս մեր ծառայությունը Արցախի պաշտպանության բանակում տարել ենք պատվով եւ այսօր էլ այդ ամենը, այդ հիշողությունները դաջված են մեր բոլորի սրտում։ Ես ինքս առաջին իմ մուտքը Արցախի պաշտպանության բանակում ունեցել եմ 2006 թվականին, երբ որ ծառայության եմ նախանցել Հայկազողում տեղակայված ուսումնական զորամասում, այնուհետև 1.5 տարի իմ ծառայությունը տարել եմ Մադաղիսի եւ Թալիշի հատվածում եւ այդ երկու տարիները ինչպես իմ, այնպես էլ մեր շատ ընկերների, հայրենակիցների համար եղել է մեր կյանքի, մեր կենսագրության լավագույն ժամանակները, ոչ միայն նրա համար, որ մենք մեր ծառայությունը մեր հայրենիքին կամ մեր հայրենիքի Արցախյան հատվածում համարել ենք հպարտություն, այլ այն, որ մենք հնարավորություն ենք ունեցել մեր ծառայությունը ունենալ հատկապես Արցախում։ Ես նաև ուզում եմ նշել, որ ինքս ճանաչում եմ շատ գյումրեցիների պարտադիր ժամկետային ծառայողի կարգավիճակով, պայմանագրայինի կարգավիճակով, սպաների կարգավիճակով, որոնք այսօր էլ, նրանցի շատերը այսօր էլ ծառայում են զինված ուժերում եւ մշտապես հպարտացել են իրենց կենսագրական այն հատվածով, որոնք իրենց ծառայությունը կրել են Արցախի պաշտպանության բանակում։ Ես կարծում եմ, որ երեք տեղի ունեցած Գյումրի ու տեխնացուների այդ բանավեճում ըստ էության ԿՊ ներկայացնող տեխնացուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից նաև պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների այն բոլոր մեղսակցության համար, հայրենիքի հանձնումից մինչև Հայաստանի անվտանգությունը ըստ էության թշնամիներին վաճառելու այդ հարցից եւ դրանով ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար։